Բարև ձեզ ընկերներ, թող Աստծո հոգին, ամենակարող հոգին, ով ստեղծել է երկինքը և երկիրը, թող նա գա և բացի մեր բոլորի հասկացողությունը, որպեսզի մենք բոլորս կարողանանք իմանալ, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնենք, և որ այդ ամենը Աստծո կամքով լինի, թող Աստված գա և բացի ձեր հասկացողությունը։ Երբ Պողոս առաքյալը առաջնորդվել էր Սուրբ Հոգով, նա այսպես էր գրել, որ այս աշխարհի աստվածը կուրացնում է մարդկանց միտքը և հասկացողությունը, կուրացնում է անհավատ մարդկանց հասկացողությունը, և հենց դրա պատճառով էլ շատ մարդիկ տառապում են։ Երևի ձեզ հետ արդեն եղել է, երբ դուք երեխաներին ամենալավն եք տալիս, նրանց համար ամեն ինչ անում եք, նրանց բացատրում եք այնպես, ինչպես պետք է, բայց միևնույն է, նրանք չեն հասկանում, փորձում են ամեն ինչ իրենց ցանկացած ձևով անել, և նույնիսկ չեն ցանկանում փորձել հետևել իրենց ծնողների խորհուրդներին, և փոխարենը, որպեսզի ծնողներին լսեն, նրանք լսում են իրենց սրտի ցանկություններին։ Հենց դրա պատճառով էլ նրանք իրենց կյանքում շատ դառը պտուղներ են հնձում, և հետո էլ մեղադրում են իրենց ծնողներին, որ իրենց կյանքը վատն է։ Ուրեմն թող Սուրբ Հոգին գա և բացի ձեր հասկացողությունը, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, թե ինչպիսին է Աստծո կամքը ձեր կյանքի համար, ինչպես որ բոլորդ էլ գիտեք, Աստծո կամքը բարի, կատարյալ և հաճելի է։ Եթե հետո դուք կարդաք Հովհաննեսի ավետարանը, 3-րդ գլխից 17-րդ խոսքից, դուք այնտեղ կտեսնեք. Հիսուսն ասում էր այսպես. Աստված իր որդուն չի ուղարկել աշխարհ, որպեսզի դատի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը փրկվի նրա միջոցով։ Եվ նույնպես նրա ծառաները, մարդիկ, ովքեր ծառայում են Աստծուն, նրանք չեն ուղարկվել, որպեսզի քննադատեն մարդկանց, այլ որպեսզի փրկեն նրանց։ Աստված չի ուղարկել իր որդուն, որպեսզի դատի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը փրկվի նրա միջոցով։ Դրա համար էլ մենք փորձում ենք մարդկանց բացատրել, թե որն է ճիշտը և որն է սխալը, որպեսզի մարդիկ իրենց կյանքից խաբեությունը դուրս հանեն։ Որովհետև կան շատ մարդիկ, ովքեր նույնիսկ հիմա նրանք ապրում են խաբեության մեջ, նրանց կյանքում միայն խաբեություն է, նրանք շատ սխալ կյանքով են ապրում, բայց նրանք ցանկություն ունեն, որպեսզի ճշմարտությունը ճանաչեն, ցանկանում են փոխվել, ցանկանում են ճիշտ ապրել։ Եվ աշխարհում նույնպես շատ մարդիկ կան, ովքեր մեղքի մեջ են կործանվել, նրանք չեն կարողանում դուրս գալ, բայց նրանք ունեն ցանկություն, որպեսզի փոխվեն, իրենց ներսում դեռ մնացել է այդ ցանկությունը, որ նրանք ամեն ինչ ճիշտ են ցանկանում անել, բայց որոշ պայմանների պատճառով, կամ էլ այն պատճառով, որ նրանք չեն ճանաչում ճշմարտությունը, նրանք դեռ չեն կարողանում փոխվել, չեն կարողանում դուրս գալ այդ իրավիճակից։ Եվ ցավոք, այդպիսի մարդիկ ավելի ու ավելի շատ են խորտակվում մեղքի մեջ, բայց Աստված ճանաչում է նրանց, ովքեր անկեղծ են և ովքեր անկեղծ չեն, և նա հրավիրում է այդպիսի մարդկանց։ Դա այն է, ինչ որ գրված է գրքում. Աստված ընտրել է աշխարհի ոչ իմաստուններին, ընտրել է թույլ մարդկանց, ընտրել է նրանց, ովքեր այս աշխարհում արժեք չունեն, որպեսզի նրանց վերափոխի։ Եվ ինչպես նաև Հիսուսն ասել էր. Ես չեմ եկել արդարների համար, այլ եկել եմ մեղավորների համար, որպեսզի նրանց կանչեմ ապաշխարելու։ Ուրեմն պատկերացրեք, թե որքան մարդիկ կան, որքան մարդիկ, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ, ցանկանում են փոխվել, և մենք պետք է օգնենք այդ մարդկանց, բայց որպեսզի նրանք փրկվեն,
Հարկավոր է, որպեսզի նրանք ճշմարտության խոսքը լսեն, եւ նրանք, ովքեր անկեղծ են, կկատարեն այդ խոսքը։ Նրանք կկիրառեն իրենց կյանքում եւ լավ պտուղներ կտեսնեն, լավ արդյունքներ, բայց նույնպես կան մեղավոր մարդիկ, ովքեր շատ վատ կյանքով են ապրում, բայց նրանք ոչինչ չեն ցանկանում իմանալ, չեն ցանկանում ոչինչ փոխել։ Եվ ցավոք այդպիսի մարդկանց կյանքը չի փոխվելու, նրանց համար շատ դժվար է փրկվելը։ Ուրեմն, ինչպես որ Հիսուսն ասել էր, Աստված չի ուղարկել իր որդուն, որպեսզի նա դատի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը փրկվի նրա միջոցով։ Եվ այստեղ Աստված ի նկատի ունի բոլոր մարդկանց։ Այստեղ չկա ոչ մի բացառություն։ Բայց մարդու փրկությունը կախված է իր որոշումից։ Ովքեր որ կհավատան Հիսուսին, ովքեր կցանկանան, նրանք էլ կփրկվեն։ Բայց եթե մարդը չի ցանկանում, դա արդեն իր խնդիրն է։ Եվ ինչպես որ գրված է, ովքեր հավատում են Հիսուսին, նրանք չեն դատվելու, իսկ ովքեր չեն հավատում, արդեն դատապարտված են։ Մարդիկ հետևյալ հարցն ունեն. Ես մեղքի մեջ եմ, ուրեմն ես արդեն դատապարտված եմ։ Մի բան իմացեք, ձեզ համար դեռ հնարավորություն կա։ Բայց հիմա, հենց այս պահին, այո, դուք դատապարտված եք, քանի դեռ մարդը մեղքի մեջ է, նա այդ դատապարտության տակ է։ Ուրեմն դուք դատապարտված եք մինչև այն պահը, երբ կհավատաք Աստծո որդուն։ Բայց երբ դուք սկսում եք հավատալ նրան, կատարել նրա խոսքը, ձեր անունը հանվում է դատապարտվածների ցուցակից եւ անցնում է փրկվածների ցուցակ։ Բայց այդ որոշումը դուք պետք է ընդունեք։ Դուք պետք է քայլ կատարեք, որպեսզի փրկություն ստանաք։ Բայց կան նույնպես շատ մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն, չեն հավատում նրա որդուն։ Այդպիսի մարդիկ դատապարտված են։ Եվ դա ինչ դատապարտություն է։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Եկեք միասին կարդանք Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ եւ խոսք 19-ը։ Եվ ահա, այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի շատ սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Ուրեմն հենց դա էր դատաստանը, որ լույսը եկել է աշխարհ, բայց մարդիկ ավելի շատ սիրում են խավարը, քան լույսը, որովհետև նրանց գործերը չար էին։ Կարդանք հաջորդ խոսքը. որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը, ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Եվ երբ Հիսուսն ասում է, որ մարդիկ խավարն ավելի շատ են սիրել, քան լույսը, ինչ է դա նշանակում։ Մարդիկ նախընտրում են ավելի շատ խավարը, քան լույսը։ Մարդիկ իրենց գործերով հենց այսպես են ասում. ես ինձ համար նախընտրում եմ խավարին, ցանկանում եմ հենց այդ կյանքով ապրել։ Եվ շատ մարդիկ ատում են ավետարանը, մարդիկ ատում են նրանց, ովքեր քարոզում են ավետարանը։ Եվ դրա համար էլ շատ մարդիկ կան, ովքեր ինձ դեմ են, ովքեր ատում են ինձ, անիծում են, նույնիսկ շատ մարդիկ փորձում են կախարդություն անել իմ դեմ, թուղթ ու գիր, ծեսեր են անում, որպեսզի սպանեն ինձ։ Եվ այդպիսի մարդիկ խաբեության մեջ են, որովհետև ճշմարտությունը չեն տեսնում, չեն հասկանում, որ նա, ով լույսի մեջ է ապրում, ով Աստծո հետ է, նրան ոչ մի վատ բան չեն կարող անել։ Եթե իհարկե այդ մարդը, ով լույսի մեջ էր, մեջքով չթեքվի եւ չընտրի խավարը։ Միայն այդ ժամանակ խավարը կարող է վնասել նրան։ Ուրեմն իմ ընկերներ, դուք ովքեր լսում եք ինձ հիմա, դուք ովքեր դեպրեսիայի եւ անեծքների մեջ եք,
Ձեզ նույնիսկ դուր է գալիս ձեր սենյակում փակվել, որտեղ մութ է և լույս չկա։ Դուք նախընտրում եք 24 ժամ այդ սենյակում անցկացնել։ Բայց պետք է հասկանաք, որ կա պիղծ ոգի, որը ստիպում է ձեզ, որպեսզի սիրեք այդ խավարը, և հարկավոր է, որպեսզի դուք օգնություն փնտրեք։ Բայց մի բան իմացեք, բժշկությունը, գիտությունները ոչինչ ձեզ չեն կարող օգնել։ Հենց այդպիսի հարցում, դեպրեսիայի հարցում ձեզ ոչ ոք չի կարող օգնել, որովհետև դա հոգևոր խնդիր է, և այդ խնդիրը լուծելը դժվար չէ։ Մենք այնքան վկայություններ ունենք, այնքան մարդկանց պատմություններ, ովքեր պատմում են, որ ազատվել են այդ դեպրեսիայից, և այսօր նրանք նոր կյանքով են ապրում։ Եվ դա կատարվել է Աստծո իշխանության միջոցով։ Դա եկեղեցու ուժը և իշխանությունը չէ, դա մեզանից չէ գալիս։ Ուրեմն իմ ընկերներ, եթե դուք ճանաչում եք մարդկանց, ովքեր վատ վիճակում են գտնվում, ովքեր դեպրեսիայի մեջ են, ովքեր շատ խնդիրներ ունեն, հնարավոր է նույնիսկ դուք մեր եկեղեցու անդամն եք, մեր եկեղեցին եք այցելում, բայց դուք այդ խնդիրներն ունեք։ Եթե դուք ճանաչում եք այդպիսի մարդկանց, հրավիրեք նրանց ծառայության, ձեզ հետ նրանց եկեղեցի բերեք, օգնեք նրանց, որովհետև երբ դուք մարդկանց համար ինչ-որ բան եք անում, Աստված էլ ձեզ է օգնելու։ Դուք պետք է այդ հրեշտակը դառնաք, ովքեր այդ մարդկանց օգնելու են, այդ մարդկանց բերելու են Աստծո մոտ։ Եվ մեր բոլոր եկեղեցիներում, բոլոր ծառայությունների ժամանակ մենք աղոթում և պայքարում ենք այն մարդկանց համար, ովքեր խավարի մեջ են, ովքեր դեպրեսիայի և մեծ խնդիրների մեջ են։ Որովհետև Աստված փնտրում է մարդկանց, ովքեր խավարի մեջ են, բայց ցանկանում են ճշմարտությունն իմանալ։ Մարդիկ շատ մեծ խնդիրների մեջ են, նույնիսկ մեղքի մեջ են, բայց նրանց ներսում ճշմարտությունն իմանալու ցանկություն կա։ Աստված հենց այդպիսի մարդկանց է փնտրում։ Եկեք վերադառնանք Աստծո խոսքին, ինչպես որ Հիսուսն ասել էր. «Այս է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ ավելի շատ սիրեցին խավարը, նախընտրեցին խավարը, քան լույսը, և մարդիկ չէին ցանկանում գնալ դեպի լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»։ Ուրեմն դուք գիտեք, երբ լույսը լուսավորում է, խավարը հեռանում է միանգամից։ Ուրեմն նրանք, ովքեր իրականում ցանկանում են դուրս գալ այդ խավարից, ձեզ համար հնարավորություն կա, բայց նրանք, ովքեր ոչինչ չեն ցանկանում իմանալ, ճանաչել, մարդկանց դուր է գալիս այդ խավարը։ Ուրեմն ինչ կարող ենք անել։ Հենց Աստված ինչ կարող է անել այդպիսի մարդու համար։ Դուք նույնիսկ աղոթում եք այդ մարդու համար, ամեն ինչ անում եք։ Ձեր ցանկությունն այսպիսին է, դուք ասում եք. «Ես ցանկանում եմ փրկել այդ մարդուն, ցանկանում եմ, որպեսզի նա ազատվի այդ տառապանքից»։ Բայց հարկավոր է, որ այդ մարդը նույնպես ցանկանա։ Եվ օրինակ մարդիկ, ովքեր ցանկանում են որոշում կայացնել իրենց ամուսնական կյանքի համար, իմացեք, որ դուք չպետք է սխալվեք, որովհետև երբ սխալ որոշում կատարեք, դուք կործանում եք ձեր կյանքը։ Ուրեմն իմ ընկերներ, հարկավոր է, որպեսզի դուք ունենաք Սուրբ Հոգու լույսը, որն առաջնորդելու է ձեզ և թույլ չի տալու, որպեսզի սխալվեք, իհարկե, եթե դուք հնազանդվեք նրա ձայնին։ Ինչպես նաև Աստծո խոսքն է ասում. «Ինչ որ մարդը ցանի, դա էլ հնձելու է»։ Որովհետև Աստված չի ծաղրվում, բայց Աստված բոլորին էլ հնարավորություն է տալու, բոլոր մարդկանց, և ովքեր կցանկանան ճանաչել ճշմարտությունը, նրանք էլ կփրկվեն։ Նրանք, ովքեր կընդունեն Աստծո հրավերը։ Որովհետև Աստված բոլորին էլ կանչում է, և Նա նայում է բոլորի սրտերին, թե ինչ կա նրանց սրտում։ Մարդիկ, ինչպես որ ասացի, հնարավոր է նույնիսկ սխալների մեջ են ապրում, շատ վատ կյանքով,
Բայց եթե նրանց սրտում կա ցանկություն ճշմարտությունը ճանաչելու, Աստված նրանց կօգնի։ Իսկ եթե մարդիկ ոչինչ չեն ցանկանում, նրանց արդեն դուր է գալիս խավարը, այդ իրավիճակում նրանք չեն ընդունում Աստծո հրավերը։ Այդ նույն բանը ինձ հետ էլ է եղել։ Եվ հնարավոր է դուք էլ եք այդպիսի մարդ։ Հնարավոր է դուք սիրում եք ճշմարտությունը։ Ձեզ սխալ գործերը դուր չեն գալիս։ Դուք սիրում եք, երբ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ կարգուկանոնով է։ Եվ դա այն է, ինչ որ Աստված բոլորիս համար ցանկանում է, որպեսզի մենք ճշմարտության մեջ լինենք, որպեսզի մենք նրա լույսի մեջ լինենք։ Ինչպես որ ասացի, կան մարդիկ, ովքեր շատ անկեղծ են։ Նրանց սիրտը շատ անկեղծ է, եւ Աստված տեսնելով նրանք, ովքեր դեռ ոչ մի անգամ ճշմարտություն չեն տեսել, նրանք չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, չեն ճանաչում, ոչ Աստծուն են ճանաչում, ոչ էլ ճշմարտությունը, բայց Աստված տեսնում է նրանց սիրտը, եւ նա ուղարկելու է իր հրեշտակներին, որպեսզի օգնեն նրան, որպեսզի փրկեն նրան։ Ուրեմն, եթե դուք իրապես ցանկանում եք, որպեսզի Աստծո խոստումները կատարվեն ձեր կյանքում, եթե ցանկանում եք փրկվել, դուրս գալ այդ կյանքից, թողել այդ հին արարքները, թողել խաբեությունը եւ մտնել դեպի ճիշտ կյանք, մտնել Աստծո լույսի մեջ, դա ձեզանից է կախված։ Հարկավոր է որոշում կայացնել։ Եվ երբ դուք որոշում կկայացնեք, երբ կտաք ձեր կյանքը Աստծուն, նրա խոստումները կսկսեն կատարվել ձեր կյանքում։ Ուրեմն որոշումը մենք ենք կայացնում։ Երբ դուք ասում եք. ես այլևս չեմ ցանկանում այս սխալ կյանքով ապրել, ես ուզում եմ ամեն ինչ ճիշտ անել։ Եթե դուք հասկացել եք, որ այն, ինչով որ մինչև այս պահը զբաղվում էիք, դա սխալ էր, եթե դուք գիտակցել եք դա, Աստված հրավիրում է ձեզ։ Նա առաջարկում է ձեզ իր փրկությունը։ Եկեք նրա մոտ, եւ դուք կտեսնեք, որ ձեր կյանքը ամբողջությամբ կփոխվի։ Ձեր կյանքը կսկսի փառավորել Աստծուն։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, իմ ընկերներ։ Մենք ամեն օր սպասում ենք ձեզ, մեր եկեղեցում, մեր ծառայությունների ժամանակ։ Եվ մենք միշտ ցանկանում ենք ինչ-որ յուրահատուկ բան անել ձեզ համար։ Հրավիրում ենք ձեզ։ Դուք մեր հատուկ հյուրն եք։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ մյուս հաղորդում, իմ ընկերներ։ Փառք Աստծուն։